Որակումները ստապ են պահից, երբ հարբեցող ծաղրացու էր համարում սրան, մենք հիմա տեսնում ենք, որ այո, սա ընդունում է, որ ինքը հարբեցող ծաղրացու է, այդ նույն հոխորտացող քպեական պարագլուխները, որոնք հայ ժողովրդի դեմ կայանում են եւ հոխորտում են, որևէ բառ չեն կարողանում հակադարձել մեր թշնամի իրենց բարեկամ երկրներին եւ այդ ծաղրանքը գացընտրում, եթե հեռանում ես իմ երկրից, ես գալիս եմ, որ միասին գործենք, կարողանանք ուսուսի տված մեր երկիրը թեկուզ այդ հատվածից սկսած, վաղարշապատ խոշորացված համայնքից սկսած, կարողանանք ծաղկեցնել, ցույց տալ, որ ամեն ինչ կորած չէ եւ զարթոնքը պիտի լինի վաղարշապատից։ Եղբորը եւ եղբոր տղային կալանավորեցին հանրապետություն կուսակցության տեխնիկայի հայտարարության հիման վրա, սա ինչի մասին է խոսում եւ արդյոք ավելի կալանավորումներ, ձերբակալություններ են սկսվել ընտրություններից առաջ, այսինքն ավելի դարվելու է իրավիճակը։ Երկրի ղեկավարի աթոռը խաբեությամբ Զավթացը երբեք չի ստել այս առումով, ասել է, որ կա Հայաստանում մի դատավոր, որ իմ ուզածը չանի։ Եվ հիմա մենք ինչ արդարադատություն ենք ուզում տեսնել, նման արդարադատություն լինել չի կարող, եւ նա կատարում է իր կամայականության որոշումները կայացնում, կուզենա կաթողիկոսին էլ ձերբակալելու հրամանքը, տասնեղ մեզ բոլորիս հրամանքը տա, ինչ ուզի կանի, էլի իրան երկիրն է, Քաշնազարը ոնց էր ասում, գյադեք էս կողմ, գյադեք այն կողմ, հիմա այդ Քաշնազարը ասում է, եթե ինձ հանդուրժում են, ուրեմն սյո ընտելացել են իմ իրենց Քաշնազար ունենալու բախտին, եւ հիմա մենք որոշել ենք, որ մեր գլխին պիտի լինի Քաշնազարը, ամուլ մեկը, որը եկել է, բայց Քաշնազարի մոտ ասել եմ, մաքրություն կար, միամտություն կար, մարդ էր ստացվել էր, սրա մոտ դրանք բացակայում է, խորամանկություն եւ ամեն ինչ անել, որպեսզի իր անցած այս խոտորտ ճանապարհը արդարացնի, ցույց տա, որ այդ սխալները պետք է մեր այրամ շարունակի սրբագրել եւ հիմա նրանք, ովքեր հավատում են այս խաբեբաներին, սրանք գալիս են ինքնակամ դառնալու սրանց արյունոտ ձեռքերը լվացող սապոններ։ Իրենք հասարակության այսպես մանիպուլացնում են, ասում են, եթե խաղաղություն եք ուզում, քպեականները արդեն լծվել են այդ գործին։ Այսինքն մարդկանց պետք է մեծ մասին խաղաղություն։ Իրենք էլ հենց այդ հարցն են, խաղաղություն եք ուզում, ուրեմն մեզ պետք է։ Բա հիմա այդ մեծ մարդկանց, այդ մեծ խումբ մարդկանց ասեք, բա մենք խաղաղ չէինք ապրում, բայց նրանք պատերազմը բերեցին, հիմա կրակը վառել են, հիմա կրակը հանգցնում են, ասում են, տեսեք, մենք կրակ հագցնողներն ենք, կարա այդ կրակը դուք եք բերել, այդ մահնավերը իրենք են բերել, այս ստախոսները ամեն տեղ փորձում են իրենց սուտ ու կեղծիկով առաջ ընթանալ, եւ այո կարողանում են հիպնոսացնել հանրությանը, որովհետեւ ափսոս որ մարդիկ տևականորեն սրանց հավատալով կանգնեցինք այն բանի առաջ, որ այսօր տեսնում ենք մեր ոտքի տակից հողը փախչում է, թող մարդիկ սա տեսնեն, ինչ խաղաղությունը որ տեղանքի վրա։ Նրանք արդեն Հայաստանը չեն թողնում, որ տեղանքի վրա է խաղաղություն։ Վաղը ասելու է Հայաստանը ձեզանից խլեցի, բայց տեսեք ձեզ մոլորակ եմ նվիրում, ինքը այդտեղ էլ կհողորտա։ Եվ չկարծեք թե սուտ եմ ասում, այդ օրն էլ է գալու, եթե սրանք մնում են, Հայաստանը վերացնելու են եւ ասում են, առեք ձեզ մոլորակ, Հայաստանը ինչ էի կանում։ Միացնում ձեր մրցակից Արգիշտի Մեխակյանը, մի մարդու որդի է, որը ինքը Արցախյան պատերազմին մասնակցել է, ո՞նց եք ընդհանրապես գնահատում նրա ԿՊ-ով առաջադրվելը։ Ես ափսոսում եմ, որ Մեխակյանը ԿՊ-ի հետ է համագործակցում, ընտրարշավի այն հատվածը, որ ես եղա իր ծննդավայրում, իր հոր ծննդավայրում, ես այցելեցի Մեխակյանի շիրիմին, ես եւս մի անգամ հավաստեցի նրա հերոս լինելը եւ կրկնեցի, որ ինչպես էս կիսախելագարներն են հայտարարում, որ հարկ մուծողը հերոսն է, այսինքն պարտականությունը դարձնում է հերոսություն, ես այնտեղից հիշեցրեցի հայերին, որ այդ կարգի մարդիկ են հերոսները եւ չպիտի անընդհատ գիտեք մենք որոշենք թե այն ինչ սրանք հայտարարում են դրանք ճշմարտություններն են։ Սրանց ասածների մեջ ճշմարտությունը շատ քիչ տեղերում է, որ պարտվենք էլ մեզ պարտված չհամարենք, այն որ հայոց սահմանները պատժավայր է, սրանք բացահայտ դրանք ընդունել են, այսինքն ճշմարիտ բաներ են ասում, բայց դրանով հանդերձ մենք հասկանում ենք, որ սրանք այս երկրի հետ որևէ կապ չունեն, սրանք պատրաստ չեն մեր երկրի նվիրաբերում անել, զոհողությունների գնալ, սրանք եկել են լափեն եւ մի առիթով ասել եմ, բոլոր նրանք, ովքեր ուզում են այդ լափամանի շուրջը շարվել, այդ ԿՊ-ի հետ կարողանում են համագործակցել եւ ի վերջո դառնում են հլանայեք ովքեր են, անաստնակալած գոյանքներ, անազգան հայրենիք ան երազանք։ Վարչապետը ԿՊ-ի վարչության կազմի ընտրության օրը ծնկի եկավ, հուզմունքի տարեր նկատեցին որոշ կադրերում։ Դες դուք եք հավատացել նրա այդ կեղծ արարմունքների։
հասկանա, իր արդյունքները ձեր վրա ազդում են։ Նա պետք է արդյունք ունենա, որ ազդի։ Ամեն ինչն է ձև, կեղծիք, ես ստի կայսրության մեջ եղած որևէ բանի չեմ հավատում, նա այդ ստի կայսրությունը կերտած ճարտարապետն է, գալու է օրը, որ պատասխան է տալու իր ամբողջ այդ խմբով, այդ խումբը, որը դավաճանեց իմ ազգին եւ ռազմադաշտում եւ բոլոր ոլորտներում, դրանք կանգնելու են հայոց արդարադատության առաջ։ Ես եմ շնորհակալ։ Իսկ 44 օրյա պատերազմի զեկույցը ցեզ ինչու՞ չի հրապարակվում։ Ես կարծում եմ ցանկացած բան որ հրապարակեն իրենց դեմ է լինելու։ Վերջերս հայտարարություն արեց, որ հոպը չէր գործում եւ մեր պարտության պայմաններից մեկն էլ հենց դրանով էր պայմանավորված, որ այդ զինատեսակները, չգիտեմ, ժամկետանց էին, գործող չէին։ Բա որ այդպես էր, բա դու էլ գերագույն գլխավոր հրամանատար ես քեզ հրճակում, բա ոնց չես կասեցնում այդ պատերազմը։ Այսինքն ամեն հայտարարություն իր դեմ է։ Այսինքն ինքը ես դավաճանել եմ ձեզ ի սկզբանե, իմանալով որ դա չի գործում, բայց պատերազմ հրահարեցի, գնացի հայտարարությունս արեցի, որով տվեցի պատերազմի բանալին եւ եկան մեր այս զորքին կարողացան ջնջել։ Այս հերոսներին, որոնք իսկապես հերոսականության կրողներ են եւ կրկնեմ, երբ ոչխարն է առյուծներին առաջնորդում, այս վիճակն է լինում։ Այստեղ առյուծներն են։ Ասաց հոպը չի գործում, բայց մտավ եթեր, ասաց կասկիկը վերցրեք, եկեք։ Դե հիմա տեսեք, այդ զավեշտալի բաներին եթե անդրադառնանք, մենք այսօր այստեղից տեղ չենք գնա, որտեղ որևէ միտք լրջություն չի պահանջում։ Նա եկել է ցինիզմն է տարածում եւ նա լավ է հասկանում, որ ամեն մի հայտարարություն տևականորեն իր շուրջը կհավաքի եւ եւ մտավորականների եւ այլևս չենք տեսնի, որ այս ընթացքում մարդը հերթական վնասն է հասցնում մեր երկրին, մեր ժողովրդին։ Հույս ունեմ, որ կստափվի մեր հանրությունը, հույս ունեմ, որ ի վերջո կհավատա իր հերոսական էջերին եւ մենք կկարողանանք կանգնել հաղթական ճանապարհի վրա։ Շնորհակալություն։